Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մանոթ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1187-րդ օրն է, ձեզ համար կրկին կարճ եթեր եմ պատրաստել, երկրորդ օրն է, ինչ Պուտինը փորձում է մեզ զարմացնել անընդմեջ օդային հարձակումներով, այն ամենը, ինչ Պուտինը ունի իր պահեստներում, թռչում է դեպի Ուկրաինա։ Կարծես պատերազմի նոր փուլ է սկսվել, ավելի դաժան փուլ, մեզ համար ոչինչ չի փոխվել, ռուսները մեզ վրա եղել է արձակել են եւ 300 հրթիռ 2 օրում, բայց Մոսկվան ստիպված կլինի պատերազմն իր վրա տեսնել, իսկ ռուսաստանցիները արագ վազել դեպի ապաստարան։ Վստահ եմ շատերը մեր Telegram-ում արդեն տեսել են, թե ինչպես են ռուսաստանցիները սովորում վազել դեպի ապաստարան։ Հետաքրքիր կադրեր ունենք մեր Telegram-ում։ Մինչ ռուսները սովորում են վազել տագնապի սիրենայի ձայնի ներքո Պուտինի Կիևը 3 օրում պատերազմի 4-րդ տարում, մենք ձեզ հետ վերլուծում ենք տեղի ունեցողը։ Մենք ռուսներին տարբեր դերերում ենք տեսել, սկսած Կիևի մատույցներից 22 թվականին, եւ թե ինչպես նրանք փախան այստեղից փորձելով փրկել իրենց կաշին։ Եթե պարզվի, որ իրոք նոր փուլ է սկսվել, որը ավելի հագեցած կլինի օդային մարտերով, ուրեմն կընդունենք նոր իրավիճակը եւ նորովի կպայքարենք։ Այս հարձակումները Ուկրաինայի վրա Ռուսաստանի եղած չեղածով, հատկապես դատարկ պահեստների ֆոնին, խոսում են Պուտինի մեծ խուճապի մասին, ինչ որ բան իսկապես շատ վախեցնում է Կրեմլին։ Իդեպ նկատել եք, որ հրթիռային փորձարկումների ձախողումից հետո ամենաբարձր մակարդակով Ռուսաստանում այլևս չեն խոսում միջուկային զենքի մասին։ Այժմ Ռուսաստանը կենտրոնանում է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների վրա, որոնք ըստ էության մոդեռնիզացված Իսկանդերներ են։ Ես արդեն առիթ ունեցել եմ մեր եթերում ասելու, որ ռազմաճակատում ռուսական կողմից գտնվող զենքի 70%-ը հյուսիսկորեական կամ իրանական է, մինչդեռ Ուկրաինան ընդհակառակը մեր կողմից ռազմաճակատում գտնվող զենքի ավելի քան 70%-ը արդեն ուկրաինական արտադրության է։ Մինչև եթերի հիմնական թեմաներին անցնելը, ասեմ, որ շատ շնորհակալ եմ ձեր աջակցության, լայքերի, մեկնաբանությունների եւ եթերները տարածելու համար։ Իրոք շատ եք օգնում։ Տեսնում եմ, որ պուտինիստները մեկնաբանություններում պարզապես ոռնում են ցավից։ Դե ճշմարտությունը ցավեցնող է նրանց համար, հատկապես որ իրենց չգիտեմ ում տեղն էին դրել, բայց հիմա աղրերեսվել են իրենց համար դառը իրականությանը։ Շնորհակալ եմ ձեզ ձեր աջակցության համար։ Խնդրում եմ այսօր նույնպես չմոռանալ ակտիվ լայքել, տարածել, ձեռքի հետ ստուգեք, եթե դեռ չեք բաժանորդագրվել, անպայման բաժանորդագրվեք, դա շատ կարևոր է YouTube-ի ալգորիթմների համար։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 204 ռազմական բախում, ավելացել է զինված բախումների թիվը, Ուկրաինայի զինված ուժերը բոլոր ուղղություններով կանգնեցնում են թշնամուն։ Կուրսկի մարզում ուկրաինացի պաշտպանները կասեցրել են ռուսների 39 գրոհային գործողություն, այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Ուկրաինայի պաշտպանության բանակի ավիացիան, հրթիռային ուժերը եւ հրետանին հարվածել են ռուս զավթիչների անձնակազմի, սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի կենտրոնացման 23 շրջանների։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի սկզբից ի վեր ուկրաինական տարածքում ռուսական զորքերի ընդհանուր մարտական կորուստները կազմել են արդեն 980,850 զավթիչ, ավելանալով եւս 1020-ով վերջին 24 ժամվա ընթացքում։ Բացի այդ, անցած մեկ օրվա ընթացքում ոչնչացվել է օկուպանտների 397 միավոր տեխնիկա եւ սպառազինություն։ Նշեցնեմ, որ սա Ուկրաինայի գենշտաբի տվյալներն են, որոնք փաստաթղթավորված են։ Կիրակի մայիսի 25-ի գիշերը ռուսական զորքերը համատեղ հարձակում սկսեցին Ուկրաինայի վրա օգտագործելով 367 հարձակողական ավիացիոն զինատեսակներ։ Ուկրաինայի հոբ ուժերը խոցել եւ չեզոքացրել են 311 օդային թիրախ, որոնցից 45-ը կալիբր եւ Խ101 թևավոր հրթիռներ են, ինչպես նաեւ 261 շահեդ դրոններ։ Չնայած այն հանգամանքին, որ ռուսական քարոզչությունը հաղորդում է ռազմական օբյեկտներին հարվածների մասին, այնուամենայնիվ, ինչպես միշտ, հիմնական հարվածները հասցվել են քաղաքացիական ենթակառուցվածքներին, այսինքն բնակելի շենքերին կամ բնակելի շենքերը սպասարկող օբյեկտների։ Ռուսական հրթիռներն ու անօդաչու սարքերը հիմնականում թիրախավորել են խաղաղ բնակիչների տները, վնասվել է ավելի քան 80 բնակելի շենք եւ 27 հրդեհ։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներով մայիսի 25-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության կողմից կոմբինացված հարձակման արդյունքում զոհվել է 12 մարդ, այդ թվում նաեւ երեխաներ, եւս 60-ը վիրավորվել է, տուժվածների ընդհանուր թիվը գերազանցում է 70-ը։ Ռուսական հարձակման
կառավարման հարվածի տակ հայտնվել է 13 ռեգիոն՝ Կիևը, Կիևի մարզը, Ժիտոմիրի, Խմելնիցկի, Տերնոպոլի, Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Օդեսայի, Խարկովի, Չերնիգովի, Չերկասիի, Սումիի եւ Պոլտավայի մարզերը, չեն դադարում նաեւ Ռուսաստանի ամենօրյա հարձակումները Ուկրաինայի սահմանամերձ խաղաղ բնակավայրերի վրա, սահմանամերձ եւ ռազմաճակատին մոտ գտնվող խաղաղ բնակավայրերի վրա։ Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի իշխանությունները ջանասիրաբար թաքցնում են ուկրաինական բանակի մարտական աշխատանքի արդյունքները Ռուսաստանի տարածքում, մենք մանրամասն ներկայացնում ենք մեր ունեցած բոլոր տեղեկությունները մեր տելեգրամյան ալիքում։ Ռուսաստանում խոսում են արդեն հազարավոր ուկրաինական դրոններից ռուսական տարածքում, բայց Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են հարձակումները Ռուսաստանի ռազմական արդյունաբերական օբյեկտների վրա, որոնք ներգրաված են Ուկրաինայի դեմ ագրեսիայում, ի տարբերություն ռուսների, որ հարվածում են խաղաղ շենքերին։ Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական թիրախների վրա բարի դրոնների հարձակումների բազմաթիվ տպավորիչ կադրեր կան մեր տելեգրամյան ալիքում։ Ռուսաստանի տարածքում իրոք կարևոր թիրախներ են խոցվել, ի տարբերություն Կրեմլի ռեժիմի, ինչպես ասացի, ուկրաինական կողմը աշխատում է բացառապես ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Ուկրաինական դրոնները գործել են Ռուսաստանի գրեթե բոլոր արևմտյան ռեգիոններում, բացառությամբ մի քանի հյուսիսային մարզերի։ Ռուսական օդանավակայանների աշխատանքը պարբերաբար կաթվածահար է լինում եւ իրավիճակը հատկապես դժվար է Մոսկվայի օդանավակայաններում։ Երեք Ռուսաստանում խոճապեր բոլոր ինքնաթիռները զանգվածաբար թռչում էին դեպի երկրի արևելք ուկրաինական դրոններից խուսափելու համար։ Մենք նաև մեր Telegram-ում ունենք այս մասին բազմաթիվ կադրեր։ Հիմա ձեր էկրաններին է QR կոդը, որով կարող եք բաժանորդագրվել մեր Telegram-ին, եթե դեռ բաժանորդագրված չեք։ Անցնենք քաղաքական լուրերին։ Զելենսկին հրետակոծությունից հետո դիմել է Ամերիկային եւ Եվրոպային, նշելով, որ Պուտինը պետք է ստիպել մտածել պատերազմը դադարեցնելուն, այլ ոչ թե հրթիռների մասին։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա յուրաքանչյուր հարձակում բավարար պատճառ է նոր պատժամիջոցների համար, նշել է Ուկրաինայի նախագահը։ Եվրոպական երկրները քննարկում են ամերիկյան զենքի գնումը, դրանց նպատակը ապահովագրությունն է այն դեպքի համար, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվի Ուկրաինային ուղղակի օգնություն ցուցաբերելուց, այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Լրագրողների վարկածով նման զարգացումը Թրամփին կդնի երկընտրանքի առաջ, մի կողմից նա կցանկանա խուսափել հակասություններից Պուտինի հետ, մյուս կողմից կնախընտրի մեծացնել Ամերիկայի եկամուտները ռազմական արտադրանքի վաճառքի հաշվին։ Ուկրաինան պայմանավորվել է Բելգիայի հետ զինամթերքի արտադրության շուրջ, Ուկրաբոռոմպրոմի մի ձեռնարկություն հուշագիր է ստորագրել Kins Belgium SA ընկերության հետ, նախատեսվում է համատեղ արտադրել միջին տրամաչափի զինամթերք, որը նախատեսված է ավտոմատ թնդանոթներից կրակ բացելու, ինչպես նաև կենդանի ուժի, թեթև զրահապատ տեխնիկայի եւ ցածր տրճող օդային թիրախների խոցման համար։ Ուկրաինան եւ Շվեդիան պայմանավորվել են ինքնաթիռների արդիականացման մասին, Կիևը եւ Ստոկհոլմը քննարկում են ուկրաինական եւ շվեդական պաշտպանական արդյունաբերության համագործակցությունը։ Նախագիծը վերաբերում է ուկրաինական ինքնաթիռների ժամանակակից ռադարներով, պաշտպանական միջոցներով եւ էլեկտրոնային հակազման համակարգերով վերազինելուն։ Կողմերը կենտրոնանում են մի շարք առանցքային ուղղությունների վրա, դրանցից ամենակարևորը երևի թե խորհրդային արտադրության ինքնաթիռների արդիականացումն է, օգտագործելով ժամանակակից ավիոնիկա, մասնավորապես շվեդականը։ Բացի այդ, քննարկվել է Saab արտադրության ինքնաթիռների փոխանցման եւ դրանց հետագա ապահովման հարցը։ Շատ չերկարացնեմ մեր կիրակնօրյա եթերը, ձեզ լավ երեկո եմ մաղթում, չընկճվեք, մենք ավելի դժվար օրեր ենք տեսել։ Իհարկե, դառն է իրականությունը, բայց պատերազմ է, մենք չենք ընտրել այս իրավիճակը եւ ընդհանրապես պաշտպանվում ենք։ Հիմա ժամանակն է, որ Ռուսաստանը տեսնի դժվարություններ, այնպես որ մեզ համար ոչ մի նոր բան չկա, իսկ ռուսները դեռ անակնկալներ կտեսնեն։